Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները Պոլիտիկայի եթերում։ Այսօր ես զրուցել եմ վերլուծաբան Արգիշ Տիկևիրյանի հետ, շնորհակալ եմ Արգիշ հրավերն ընդունելու համար, որքան թեմաները էին կուտակվել եւ քո վերլուծության կարիքը միանշանակ կա, այստեղ լսելու, հասկանալու ինչ է տեղի ունենում։ Առաջին բանը, որ կուզեի խոսեինք, Շարմ ալ-Շեյխում այդ տեղի ունեցած խաղաղության կոնֆերանսն էր, որին հրավիրել էին Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե ինձ մոտ ինչ ասոցիացիաներ են առաջանում, երբ հետևեցի այդ միջոցառմանը Նիկոլ Փաշինյանի իր մասնակցության, այստեղ մենք կողքը մի տաղավար ունենք, որտեղ այլ հաղորդումներ ենք վարում եւ մի բան պակաս էր այդ տաղավարում էլի եւ մենք ստիպված գնացինք արհեստական ծաղիկ ծաղկամանով բերեցինք, դրեցինք այդտեղ ու պատը լցվեց։ Ինձ մոտ տպավորություն, որ հենց այդ նպատակին էր ծառայում Փաշինյանի մասնակցությունը, ոչ Տրամպը գիտեր ինքը ով է կամ գիտեր բանի տեղ չէր դնում։ Չէ, նայեք։ Ինչու էին ներողություն, ինչու էին Փաշինյանին կանչել այնտեղ, ինչու էր Տրամպը համարում, որ Փաշինյանը Ալիևի հայրենակիցն է, եւ ինչու մի դրվագում, որ Փաշինյանը մոտեցավ ներկայանալու, որ այ ինքն է այս տղեն է Հայաստանի վարչապետը, Տրամպը ուղղակի կիսատ թողեց այդ խոսակցությունը եւ միացավ խոսակցության Նեպալի, կարծեմ, գործող արդեն ղեկավարի հետ այնտեղ ինչ-որ հեղափոխություն տեղի ունեցավ։ Խնդրեմ, ամբողջական գլոբալ առումով Ադրբեջանն ու Հայաստանը այնտեղ անելիք չունեին։ Ուղղակի երկուսին էլ առավել եւս Նիկոլ Փաշինյանին տարել էին, որ ցուցադրեն, որ սա այն տղաներն են, ում Տրամպը հաշտացրել է։ Նայեք, եթե կասկածում եք այնա, այս երկուսն են, ում Տրամպը կարողացել է հաշտացնել, որովհետեւ Տրամպը մինչ օրս չնայած Նոբելյան մրցանակը ձեռից գնաց, բայց փորձում է իրան պլստած կարելի ասել, իրան փորձում է ներկայացնել, որ ինքը կարողանում է խաղաղություն հաստատել։ Իրականության մեջ պարզ է, որ Տրամպը մինչ օրս ոչ միտեղ խաղաղություն որպես այդպեսին չի հաստատել։ Դե բայց մնացած, ասենք, ղեկավարները բավականին ծանրակշիռ են։ Հիմա գիտեք ոնց, ասենք, շատ դժվար է պատկերացնել, ասենք, Հնդկաստանի նախագահին, չէ, Մոդին, Մոդին, որ ասենք վազում է եւ ներկայանում է, որ նայեք ժողովուրդ ջան, այ Տրամպյան, ես եմ ում Տրամպյան հաշտացել է։ Չէր եկել, հասկանում եք։ Մոդին չէր գնա։ Հա, պարզ է որ չէր գնա, դրա համար ընտրել են այսպես ասած թույլ օղակներ գլոբալ առումով։ Իսկ դե Ադրբեջան ԱՄՆ հարաբերություններն էլ խորանում են եւ պարզ է որ Իլհամ Ալիևը առիթը բաց չի թողնում լրացուցիչ հանդիպել Տրամպի հետ քննարկել այդ ստրատեգիական եւ տնտեսական հարցերը։ Այլ հարց, որ օրինակ Նիկոլը քննարկելու որպես այդպեսին ոչինչ չունի։ Առավել եւս որ մշտապես Հայաստանը խառնում են Ալբանիայի հետ։ Հիմա ինչի է ինքը համարում հայրենակիցը։ Ամենակարևոր հարցը, որովհետեւ Տրամպի աչքում այդ տարածաշրջանում կա Ադրբեջան։ Ուրիշ ոչ մեկ չկա։ Դրա համար ինքը ասողը Ալիևն է։ Այո, ասողը Ալիևն է, ասում է դե նա ձեր տերը։ Այդ ձևով ինքը Նիկոլ Փաշինյանին շատ ուղիղ տեքստով հասկացնում է, որ սա քո տերն է։ Չնայած ես ասեմ, Նիկոլ Փաշինյանին դա պետք չի ասել։ Նիկոլ Փաշինյանը առանց Տրամպի էլ դա գիտեր այդ մասին եւ հենց այդպես էր իրան պահում։ Նայեք, գլոբալ առումով Շարմ ալ-Շեյխում ինչ որ լուրջ հարց բացի ցուցադրություններից չի քննարկվել։ Այն ինչ տեղի է ունեցել Իսրայելի եւ ասենք Գազայի հատվածի հետ կապված, դա նախորոք արդեն պայմանավորված, պլանավորված առաջ են տարել։ Առավել եւս նայեք հիմնական գործող անձիկ այնտեղ չեն եղել։ Ոչ Նեթանյահուն, ոչ մեկ իրանցից չի եղել։ Տրամպին պետք էր լրացուցիչ այնտեղ որոշ ղեկավարների հետ վարել բանակցություններ, ցուցադրել թե կապ չունի որ դուք ինձ Նոբելյան մրցանակ չտվեցիք։ Մեկը ես եմ թիվ 1
խաղաղություն հաստատողը այս աշխարհում եւ այդ գործընթացներով էր պայմանավորված այդ այցը, որտեղ այո, դուք մոտավորապես շատ ճիշտ նկատեցիք Նիկոլ Փաշինյանին վերապահված էր այդ արհեստական ծաղիկների բազայի դերը։ Ինչը դե գիտեք ոնց է, ինքը բավականին դրանից լավ է զգում։ Բոլորը գոհ են, Տրամպը գոհ է, Նիկոլը գոհ է, Լավ, Պողոսները ինչու գոհ են։ ցուցադրական նման արհամարանք, թե դա Դե Տրամպի գիտեք ոնց է, վարկագիծն է։ նայեք, իսկ վարկագծից զատ եկեք հստակ նայենք էլի, օրինակ Տրամպից զատ մնացած ղեկավարները Նիկոլ Փաշինյանին ինչ է այդպես սուպեր հարգալից են վերաբերում։ Դուշանբեում վերջի անգամ կամ դրանից առաջ հիշեք թե ոնց էր Լուկաշենկոն վերաբերվում Նիկոլ Փաշինյանին։ Ասենք Նիկոլ Փաշինյանը, ասենք այստեղ Տրամպի հետ է ծանոթացել, դա ինչ որ առումով, չնայած Տրամպը իրան համառորեն չի կարողանում հիշել, Նիկոլը բայց միայնակ ուրախություն է, ուրախությունն է դարել, այնտեղ SNG-ի մասշտաբով Լուկաշենկոյի ուրախությունն է դարել, դե ասիական երկրներում ընդհանրապես իրան որպես այդպեսին չեն էլ հիշում։ Այդ կապակցությամբ նայեք, այս մարդը պատրաստ է արտաքին աշխարհում կատարել ցանկացած ծաղրական դեր, միմիայն թե ներսում կարողանա ապահովել Այսինքն իր աշխարհում Փաշինյան այն գերիշխանությունը։ որբն է, որի գլուխով ուզի կխոզի։ Դե գիտես ոնց է, ընդհանրապես, որպեսզի դու նման կարգավիճակ չունենաս, դու պետքա քո երկիրը չունենա նման կարգավիճակ։ Եթե քո երկիրը Իրանից բան չի ներկայացնում այդ պահին, ոնց ուզում ես քեզ պահի։ Դու ոչ մեկի պետք չես։ Սա է իրականությունը։ Մի հատ դաժե անգամ կտրվենք Նիկոլից։ Եթե Նիկոլը չէր ուզում, որ Իրան այսպես վերաբերվեն, ինքը պետք է թույլ չտար Հայաստանի ռազմաքաղաքական պարտությունը։ Ասենք նայեք, մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը ՍՍՀՄ-ին աշխարհը չէր ճանաչում։ Դա Համարում էր ոչ լեգիտիմ, ինչ որ ասենք ձևավորում։ Ով էր Ստալինի հետ գնում հանդիպում։ Ոչ մեկ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում հենց որ ռուսական ու սովետական զորքերը ցույց տվեցին իրանց ուժը, դրեցին Բերլինի վրա, իրանց դրոշը խփեցին, ու մինչև այդ էլ արդեն Ստալինգրադից հետո ինչ տեղի ունեցավ։ հաշվի նստեցին Ստալինը։ Ոչ միայն հաշվի սկսեցին նստել, արդեն Ստալինը դարել էր առանցքային դեմք, ասենք խելոք իր խոսքը կատարում էին, փորձում էր նույն, ասենք Ամերիկայի պես երկիրը իր ղեկավարը ամեն ձևով փորձում էր հաջողանալ Ստալինին։ Ստալինի հետ միասին ծաղրում էին Չերչիլին։ Իսկ դրանից հետո էլ խելոք Եվրոպայի կեսը հանձնեցին ՍՍՀ-ին։ Հիմա նայեք, պատկերացրեք Հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ աշխարհը Ալիևին ավելի լուրջ է։ Բորիս, պատկերացրա 2020 թվականի պատերազմը ավարտվեր Հայաստանի հաղթանակով, հայության հաղթանակով։ Տրամպը Ալիևին էր անվանելու Նիկոլի հայրենակից, հասկանում եք։ Սա է խաղի կանոնը։ Չես ուզում նման ձև, որը պետք է երկիրը այնպիսի կարծվել ես հարգանքի արժանի չես։ Ոչ ոք ես դու։ Ոչ ոք ես։ Ժողովրդական լեզվով, ասենք թույլին հայաթում ինչ են ասում։ Չմոյ են ասում, ճիշտ է։ Բա ինչի՞ է։ Եվ ճանաչում են իր ինչ որ մեծ եղբոր միջոցով, եթե ունի իհարկե։ Եթե ունի, հա։ Հիմա, բա ինչի է ձեզ թվում, թե միջազգային հարաբերություններում ուժ ատամ չունեցող երկրներին ինչ որ բանի տեղ են դնում։ Արգիշտ, եթե հիշում ես, մենք մեր տարբեր եթերներում դիմելով Նիկոլ Փաշինյանի ընտրողներին ասել ենք, այն ընտրողներին ընդ որում, որոնք ասում են դե հարիֆա խեղճ, ասում ենք հարիֆա խեղճ, հարիֆն ու խեղճը երկրի ղեկավար չեն դառնում, չեն դարձվում, որովհետև հարիֆին ու խեղճին աշխարհում վերաբերվում են ինչպես հարիֆին ու խեղճին։ Եվ սա շատ քննարկման արժանի իրադարձություն էր, որ մարդիկ հասկանան, որ Նիկոլ Փաշինյանով աշխարհը ցանկացած հայաստանցու այդպես վերաբերվում։ Այսինքն միջին վիճակագրական ամերիկացին այդ աչքով նայելու է միջին վիճակագրական հայաստանցուն։ Եվ աշխարհի բոլոր կետերում։ Նայ, Բորիս, ավելի հստակ դնենք շեշտերը։ Նորից եմ կրկնում։ Պարտված երկրի ղեկավարին։ Հիմա պատկերացրեք Հայաստանի ղեկավարը
վաղը ոչ թե Նիկոլն է, ցանկացած մեկն է։ Նույն ձևով են վերաբերվել։ Մինչև Հայաստանը չվերականգնվի, մինչև Հայաստանը ցույց չտա իր ատամները։ Ուրեմն ատամները ցույց տալուց հետո վերականգնվելուց ուզում է քյաչալ լինի, ուզում է բոյեսկան լինի, ոնց ուզում է լինի, ուզում է կակազի։ Հասկանում ես, ասես հարգալից վերաբերվելու են։ Ղեկավարին չեն նայում, չէ՞ որպես ղեկավար, նայում են այսինչ երկրի ներկայացուցիչ։ Ինչ է իր հետևում կանգնած։ Օրինակ նայեք, ես բերեցի Ստալինի օրինակը։ Հայտնի պատմություն կա երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում, որ Արևմուտքը փորձում է Վատիկանին գցել մեջտեղ նաև, որ նաև մասնակցի բան։ Ստալինը ասում է, իսկ Հռոմի Պապը քանի դիվիզիա ունի։ Հասկանում ես։ Ինչա, պարզ է, Ստալինը գիծի չէ, նա դիվիզիա ինչ բան։ Դրանով ինքը ուղղակի հստակ ձևով ցույց է տալիս, որ էս է խաղի կանոնը։ Ունես դիվիզիա, ունես ուժ, քեզ կհարգեն։ Նայեք, Հայաստանը անկախությունից ի վեր բազմաթիվ իր, այսպես ասած, խնդիրներով հանդերձ, չէ, տնտեսական արտագաղթ հազարումի աշխարհում ինչի են ճանաչում, տեղ տալիս եւ մնացածը։ Եվ հաղթել էր Արցախյան առաջի պատերազմում։ Ցանկացած միջազգային այսպես միջոցառման բան նայում էին տենց որ այս են ազգն է, որը հաղթել է, հասկանում ես։ Իրանից 2-3 անգամ բնակչությամբ ավել հակառակորդին։ Նորից եմ ասում, Բորիս, պատկերացրեք 2020 թվականին հաղթեր Հայաստանը։ Ես դրա համար, Բորիս, մինչև պատերազմը 20 տարի հանեք իմ հայտարարությունները, գրառումները, հարցազրույցները, որտեղ ես բացատրում եի, որ սիրելի երեխաներ, մեզ տրված է ժամանակ։ Լինելու է Արցախյան երկրորդ պատերազմը, ու Աստված չանի մենք պարտվենք։ Մեր վրա ոտեր են սրբելու նաև այն առաջի հաղթանակի համար։ Դրա համար պետք էր բոլոր ռեսուրսները, եթե հայ ազգը մտել էր դրա տակ, Արցախյան հարցի տակ, Արցախյան ազգային ազատագրական պայքարի մեջ էր մտել։ Ուրեմն պետք է բոլոր ռեսուրսները ներդներ, ինչ ուներ չուներ, որպեսզի չպարտվեր ուղղակի։ Այստեղ ես իհարկե համաձայն եմ քեզ հետ եւ այս կոնտեքստում առավել անհասկանալի էր նաեւ 98-ին կա եւ հետագայում Տեր-Պետրոսյանի դիրքավորումը, որ պետք էր, չգիտեմ, չսկսել կամ համաձայնության, այս չսկսեիք։ Ինչի եք սկսել ժողովրդին տարել պատերազմի եւ ի վերջո եկել ասել, որ պիտի համաձայնվենք ադրբեջանցիների պայմաններին։ Այ Բորիս, Լևոնը չէր ասում չսկսել, որովհետեւ առաջինը հենց այդ մեղադրանքը, այսպես ասած, կխփվեր իր ճակատին։ Բայց իրականության մեջ ուղղակի այսօր այդ թեման չի չխոր։ Ինքը առաջադրում էր մի լուծում, որը ես 100 անգամ դրա մասին որի իմաստը այդ պատերազմի իմաստը կորում է։ Չէ, շատ ավելի վատ էր, քան ուներ հայությունը մինչև պատերազմը, մինչև 88 թիվը, մինչև շարժումը սկսել։ Այսինքն այն դիրքերը, որ ինքը ուներ Ադրբեջանում, այն ազդեցությունը, որը ուներ Ադրբեջանում, այն բնակչության արեալը, որը ինքը ուներ այդ ամբողջ ինքը կորցել էր, պարփակվել էր Արցախի այդ հատվածում։ Ու հասկանում եք, եթե նշարի վրա դնում ենք այն լուծումը, որը առաջադրվում էր, ու այն ինչ որ ուներ հայությունը մինչև 88 թիվը, ակնհայտ էր, որ մինչև 88 թիվը ինքը ուներ շատ ավելի լավ դիրքերում էր ու առավել եւս նայ Բորիս, հենց որ արդեն կա երկու ազգերի միջև արյուն ու թշնամանք, դա շատ ծանր բան է բոլոր առումներով։ Օրինակ նայեք համեմատության համար, ուրեմն մոտավորապես 90-ականներին մինչև իր ձերբակալումը Իրաքում տեղի ունեցած այդ համաժողովի ժամանակ Աբդուլլա Օջալանը հայտարարեց, որ իրանք հետ են կանգնում անկախության հռչակումից։ Ու դրա
հիմնավորումներից մեկը, մի քանի հիմնավորում կար, ընդ որում ինքը այդտեղ մատնանշել էր նաև հայերին, որ մենք պետքա չկրկնենք հայերի սխալը, բայց նաև մատնանշել էր, որ գիտեք ոնց է, անգամ եթե այդ լեռների այդ հատվածում իրանք փոկեն անկախություն, դա ոչ կենսունակ միավորում կլինի, եւ երրորդը, որ այդ պարագայում այդ երկու ազգերի միջև թշնամանքը կտևի հարյուրամյակներ եւ ինքը երկու ազգին էլ կկործանի։ Հիմա նայեք, դե մինչև 88 թվականը պարզ էր սովետը կարողացել էր երկու ազգերի միջև ինչ որ առումով այդ թշնամանքը հաղթահարել։ Դու դա տանում ես Լևոն Տեր-Պետրոսյան, այսինքն երկու ազգերին հանում ես իրար դեմ, 8 տարիներ անց կանգնում ասում ես, գիտեք ինչ կա, հայությունը որպեսզի կենսունակ ապրի այս տարածաշրջանում, պետք է ադրբեջանցին հետ քիրվայություն անի։ Դե անում էին էլի։ Այ այստեղ է խնդիրները։ Վերադառնանք Հայաստան եւ Նիկոլ Փաշինյանին, Փաշինյանը, որը Շարմ el-Շեյխում աշխարհի ցանկացած կետում է, այդ թվում նաեւ Դուշանբեում, այդ թվում նաեւ Ռահմոնի կողմից, որը այնպես չի շատ բարձր հեղինակություն ունի ապա տարածաշրջանում ծաղր ու ծանակի ենթարկվելու նվաստացվելուց, անպատասխան նվաստացվելուց, հետո վերադառնում է Հայաստան եւ էլի առյուծ է ճողում, այսինքն էլի հարցակում եկեղեցու վրա, ձերբակալություններ, սա ինչ է, ինքը դրսում իր անհաջողությունները փորձում է այս կերպ ներսում բռնություններով մաչոյի կերպար ստանալ, թե քաղաքական նպատակը ինչ որ մենք քննարկել ենք, վերջնականապես կազմալուծել եկեղեցին այն տեսքով, ինչով կային։ Նայ Բորիս, հոգեբանական առումով, այստեղ կարելի է բացատրել եւ հոգեբանական եւ քաղաքական ձևով։ Հոգեբանական առումով երևի դուք եք նկատել բազմաթիվ դեպքեր, հենց որ տղամարդը դրսում ամեն ձևով նվաստանում եւ ծեծաղոտում, գնում է իր ընտանիք եւ սկսում է կնոջ եւ երեխաների վրա ինքնահաստատվել։ Ծեծով եւ մնացածով։ Ну, հոգեբանական այս խնդիրը ակնհայտորեն կա եւ Նիկոլ Փաշինյանի մոտ, բայց դրանից ցած նաեւ ակնհայտ է, որ այս մարդու նպատակը ո՞րն է։ Ամեն ձևով փորձել Հայաստանում պահել իր իշխանությունը։ Կապ չունի թե դրսում իրան ոնց կվերաբերվեն։ Դրա համար ինքը պատրաստ է գնալ արտաքին ցանկացած զիջման, միմիայն թե Հայաստանի ներսում իրեն չխանգարեն պահել իշխանությունը։ Նախ դրանով է չէ պայմանավորված, որ ասենք ինքը արևմուտքի ցանկացած հրահանգ կատարում է, այդ պարագայում արևմուտքը պատրաստ է իր ցանկացած բռնաճնշման վրա աչք փակել։ Օրինակ այն բռնաճնշումները, որը ինքը անում է, եթե անեին նախկին իշխանությունները, հիմա ասենք եվրոպական միջազգային կառույցների ձայնը այդտեղից մինչև լուսին կհասներ։ Բայց Նիկոլի պարագայում կա քար լռություն։ Դա պայմանավորված է նրանով, ինչի մասին ես բազմաթիվ այսպես տարիներ բացատրել եմ, երկար տարիներ, որ այդ արտաքին քաղաքականությունը, արտաքին այսպես ժողովրդավարություն, մարդու այդ ամբողջը պայմանավորված է, թե կոնկրետ այդ երկրից ինչ են ուզում։ Եթե այդ երկրից իրանց ուզածը ստանում են, ուզում է այդ երկրի ղեկավարը մարդակերությամբ զբաղվի։ Իրանք աչք կփակեն։ Օրինակ նայեք, վերցնենք Սիրիան։ Սիրիայում Ջուլանին, նայեք, ոչ ընտրվել է։ Ինքն իրան հռչակել է ղեկավար, ճիշտ է։ Հիմա մոտավորապես ոնց որ ասենք, մեկը Հայաստանում ինչ որ ջոկատ կազմի, ու ինքն իրան հռչակի ղեկավար։ Ну մեկը կա իրեն հրճակել է նախագահ, բայց ջոկատ չունի։ Մի խելագար կա անունը։ Ուրեմն նայ Բորիս։ Բայց արևմուտքը չի ընդունում իր նախագահությունը։ Նայ Բորիս։ Ուրեմն ու այդ մարդուն աշխարհի բոլոր կողմերը ընդունում են։ Այո։ Եվրոպական դեսպանները առաջի օրվանից Դամասկոսում էին։ Ինքը գնում է այդ կառույցների հետ հանդիպում, Տրամպի հետ է հանդիպում։ Պուտինի հետ հանդիպել։ Պուտինի հետ նոր գնաց Ռուսաստան հանդիպելու։ Նայեք, մի մարդ, որը որևէ ընտրությամբ չի դարձել ղեկավար։ Ընդ որում նոր իրանք
հայտարարեցին, թե ոնց է ընտրվելու Սիրիայի խորհրդարանը։ Խորհրդարանի 70 պատգամավորներին նշանակելու է Ջուլանին։ Այո, ուրեմն Մնացածին ժողովուրդը կընտրի։ չէ, մնացածին էլ ժողովուրդը չի Ահա։ ընտրելու։ Մնացածին ընտրելու է այն խորհուրդը, Որը ձևավորել է որը Բիլիսին։ ելին ինքնանշանակում։ Հասկանում եք, դուք պատկերացրեք, ասենք այլ տեղում դա լիներ, չէ, որտեղ կար խնդիրներ։ Օրինակ դրա համար Ասադը երբ ժողովրդական կեղծված թեկուզ ընտրություններ էր կազմակերպում, բռնապետ էր։ այո, բայց հասկանում եք խնդիրը որն է, համատեղելի է, չէ, Ասադի թեկուզ եւ ասենք բեմադրված ընտրությունները սրա հետ։ Հիմա դրա համար օրինակ Վրաստանի ներկայիս իշխանությունները Լավ հասկանում են աշխարհի ուղղակի այսպես ասած թքում են այդ կառույցների եւ նրանց ներկայացուցիչների վրա։ Օրինակ մի քանի օր առաջ Ֆինլանդիայի արտգործնախարարը Թբիլիսիում էր եւ վարչապետը իրեն հրաժարվեց ընդունել, հայտարարելով, որ դու արել ես հայտարարություններ, որոնք վտանգում են Վրաստանի կայունությունը։ Ընդդիմության հետ հանդիպումից հետո այդ արտգործնախարարը նման հայտարարություններ էր արել։ Իրան թվում էր, որ դա մոտավորապես, գիտեք, անցյալի ոնց որ 20 տարի առաջվա Հայաստանը լինի։ Այն ժամանակ էլ, ասենք, նման ձևով է պետք էր վերաբերվել Հայաստանին ու ամենը այդ մեխանիզմով էր կատարվում։ Այսօրվա դրությամբ նորից եմ ասում, Նիկոլ Փաշինյանը ինչ անի, արևմուտքը աչք է փակելու։ Ինչի՞։ Որովհետև ինքը հլու հնազանդ կատարում է բոլոր նրանց ցանկությունները, նրանց ծրագրերը։ Օրինակ նույնը ասենք անում է օրինակ Մոլդովայի ներկայիս ղեկավարը Սանդուն։ Դրա համար ամեն ձևով Սանդուին վերարտադրում են։ Ոչ թե ինքը ընտրվում է, իրան վերարտադրում են։ Սանդուն Մոլդովայում գտնվող ընտրողների թվով պարտվել է, հաղթել է Եվրոպայում գտնվող մոլդովացիների քվեարկությամբ։ Դա նոր չէ, բայց արդեն որ երրորդ անգամ։ Այո։ Մայա Սանդուին իրանք վերարտադրում են, ոչ թե այդ մարդը ընտրվում է։ Ինչի, որտեվ հլու հնազանդ կատարում է այդ բոլորը։ Դրա համար ես բազմաթիվ անգամ բացատրում, ժողովրդավարությունը լավ բան է, չէ, Բորիս, բայց եվրոպացիների համար դա իրանցն է։ Իրանց ուղեղում նստած է, որ այն ծայրամասային պապուասները մեկա չեն կարողանալու ժողովրդավարություն ստեղծել, դրա համար իրանց ուղղակի պետք է ինչ որ շղարշի մեջ պահել ու որպեսի իրանք հլու հնազանդ կատարեն մեր արտաքին հավատքությունները։ Որ եվրոպացիների համար էլ արդեն ժողովրդավարություն դարձել շղարշ, որովհետև օրինակ Մարի Լեպենին արգելեցին մասնակցել նախագահական ընտրություններին։ Ռումինիայի ընտրված նախագահին ասեցին ռուսական հետ կա, լավ չի, երկրորդ փուլը հետ չենք անում, քեզ էլ արգելում ենք մասնակցել ընտրություններին։ Դա այլ պատմություն է, որ ընդհանրապես ամբողջ աշխարհում այսօր գաղափարախոսությունների ճգնաժամը, այդ թվում եւ ժողովրդավարության զարգացման ճգնաժամը։ Այսօր այս համաշխարհային խնդիրները նաեւ որոշակի առումով ինչ որ չափով, բացի որ գիտեք ոնց է գնում է աշխարհի նոր վերաբաժանում, տեղի անենում ուժերի նոր ստեղծում եւ հին ուժերը սպառված, որ պետք է իրանց տեղը զիջեն, բայց դրա հետ միասին գիտեք զարգացման մոդելների ընտրություն պետք է տեղի ունենա եւ այս առումով իրավիճակը դրա համար է սրված բոլոր տեղերում։ Այո, ոնց որ մնացած գաղափարախոսությունների, նաև ժողովրդավարության, այսպես ասած, ճգնաժամ է ամբողջ աշխարհում։ Լավ, եկեղեցու դեմ այս գործողությունները Փաշինյանը պերմանենտ շարունակում է հարվածներ հասցնել։ Այսօր հայկական ժամանակը հրապարակեց ձայնագրություն, որը գրել էին, որ համացանցում է հայտնվել, ու իրանք չգիտեն որտեղից հայտնվել։ Դե հայկական ժամանակը որտեղից իմանա, թե ԱԱՑ-ն ոնց է ձայնագրել այդ ձայնագրությունը եւ հայտնվել է համացանցում։ Սա նաև նախերգանքն է նոր կոմպրոմատ ձայնագրությունների Սարքովի, ես այդտեղ գնահատական չեմ տալիս։ Եկեղեցու ղեկավարությունը ինստիտուցիոնալ առումով քո գնահատմամբ ճիշտ է գնահատում իրավիճակը։
նայեք ժամանակին Բորիս ես բացատրել եմ, որ առաջինը Նիկոլը երբևիցե հետ չի կանգնի այս իր ծրագրից, ոնց որ մնացած ինստիտուտները գրավելու հարցում ինքը հետևողականորեն փորձել է դրանք գրավել, ենթարկացնել իրեն, նույնը ինքը պետք է փորձելու է անել եկեղեցու առումով։ Ցավոք, շատերը դա երկար ժամանակ չէին հասկանում։ Հիմա եկեղեցին այս պահի դրությամբ կատարեց գլոբալ սխալներից մեկը։ Ակնհայտ է ինձ համար, որ Եկեղեցին ասելով արի ճշգրտում ինստիտուցիոնալ ղեկավարներ։ Այո, դե պարզ է, եկեղեցի ասելով մենք ասում ենք ղեկավարներ հասկանում ենք։ Նայեք, ես միշտ բացատրել եմ, որ Նիկոլ Փաշինյանը այն մարդն է, որի հետ երբևիցե պետք չի փորձել գնալ բանակցությունների եւ ինչ-ինչ պայմանավորվածությունների։ Ինձ համար ակնհայտ է, որ այս ամիսների ընթացքում եկեղեցու հայրերը համառորեն փորձել են Նիկոլ Փաշինյանի վրա դուրս գալ, բանակցել եւ փորձել ինչ-ինչ ձևով ժողովրդական լեզվով ասած լեզու գտնել։ Եվ ժողովրդի լեզվով ասած այդտեղ ասած լավ այդ կոպիտ բառը չասեմ։ Ես հասկացել եմ։ 100 անգամ ես սրա մասին խոսացել եմ։ Նիկոլի հետ երբեք մի գնա բանակցելու։ Նիկոլի հետ երբեք մի փորձի ինչ-որ բան պայմանավորվել։ Հենց որ այդ մարդը տեսնում է, որ իր մոտ գալիս են պայմանավորվելու, ավելի է կատաղում։ Հասկանում, որ ինքը ճիշտ ուղու վրա է, դիմացինի մոտ արդեն վախ է սկսվել։ Ուրեմն պետք է մինչև վերջ խրել։ Հասկանում ես, Բորիս։ Ես դա այս 7 տարի է տարբեր ընդդիմադիր խմբավորումների եմ բացատրել, հրապարակայնորեն, այսպես ոչ թե տասնյակ եւ հարյուրավոր անգամ եմ բացատրել։ Դժվար է հասկանալ այդ։ Դե գիտեք ոնց է, միշտ մտածում են, որ իրանց մոտ կստացվի բանակցել, իրանց մոտ կստացվի պայմանավորվել։ Մանկամիտներ ջան, այ այստեղ դուք, այսպես ասած, թքեցիք։ Միք փորձի իր վրա դուրս գալ, միք փորձի իր հետ բանակցել։ Օրինակ այս վերջինը, չնայած մինչև այդ ես գիտեմ, որ իրանք Գարեգին երկրորդն է փորձել ինչ-որ տարբեր բանագնացնել, հիմա Արամ առաջինն է մարդ ուղարկել։ Եթե դուք չեք ճանաչում Նիկոլ Փաշինյանին, զանգեք Կիվիրան Արգիշտին, ինքը ձեզ կբացատրի ով է Նիկոլ Փաշինյանը։ Ալո, պարոն Կիվիրյան, ով է Նիկոլ Փաշինյանը, խնդրում ասեք։ Մի մարդ, որի հետ անիմաստ է վարել ցանկացած բանակցություն։ Եթե իհարկե դու Էրդողանը չես եւ ուժ չունես իրան պատճառ։ Էրդողանը չի բանակցում նրա հետ։ Թելադրում է։ Դրա համար այստեղ բանակցություն չի։ Հասկացա։ Ալիևն ու Էրդողանը թելադրում են պայմաններ։ Նրանցից Նիկոլին կամ պիտի թելադրես պայմաններ եւ դրա ուժը ունենաս, կամ բանակցել անիմաստ։ Այո, նա ցանկացած բանակցություն դիտարկում է արդեն քոթուլություն։ Ու դրանից հետո ավելի, այսպես ասած, ոգևորված հարձակում է գործում քովը։ Ես դրա համար հիշում եք ժամանակին ինչ էի ասում էի, եկեղեցին անգամ եթե ոչինչ չանի, ինքը կհաղթի, բայց ոչինչ չանելու մեջ մտնում է նաև դա։ Չբանակցել։ Իհարկե։ Ցույց չտալ քո թուլությունը, որտեվ եթե դու քեզ խփողին, քո հասեին նման արտահայտություններ անողին, քո հոգևորականներին նստածնողների մոտ մարդ ես ուղարկում, ուրեմն դու թույլ ես։ Առաջին ճաք է։ Դու վախենում ես ուրեմն։ Իսկ նայեք, նման պայքարում, ոնց որ ասենք գայլային պայքարում, չէ՞, դիմացին հենց որ զգում է քո թուլությունը, ինքը սկզբից են հիշում է ոնց է, չէ՞, ասենք գայլերը հենց որ իրար դեմ հայացքն է։ Ինքը այն դիմացինի հայացքի մեջ վախն է փորձում ֆիքսել։ Հենց փախցրեց նա խփում է, որտեվ արդեն զգում է, նա վախենում է, նա կպարտվի։ Ու կապ չունի ուժեղ է, թույլ է։
նայ վախեցողը Նույնը նաև շների հարցակման նայ հետ, եթե Բորիս շունը մարդը կանգնի ուղղակի շատ դժվար կլինի Բորիս բանը։ վախեցողը եթե մեջը կա վախ ուզում եմ օրինակ 2 մետրանոց բոյով մի հատ եզ լինի անգամ Իրանից շատ նվազը կտապալի կամ ես հենց ու տեսնում եմ վախը դիմացինի աչքում դե վախը արդեն պարտության նշան է վախը դա նշանակում է որ դու մինչև վերջ չես գնա դու արդեն պատրաստ ես կոտրվել այս սխալը հոգևոր հայրերը արեցին հոգևոր հայրերի հաջորդ սխալը քննարկել են կարի չխորանանք անհասկանալի է իրանց փաստաբանական Միքայել խումբը Սրբազանի այո Եվ ընդ որում մենք նաև եթերում ասել ենք, ես դրանից հետո էլ հրապարակային այդ կարծիքս ասել եմ, Միքայել Սրբազանի կալանավորումը փորձակար էր, որ եթե նաև հանրության Նիկոլ Փաշինյանի համար հասկանալ հանրությունը ո՞նց է արձագանքում, եկեղեցին ո՞նց է արձագանքում, եթե նման մաքրամաքրուր կենսագրությամբ մարդուն կարողանում է կալանավորի ու մարսի դա, ուրեմն մնացածը էլ չէ նայ իրականության մեջ դու հիմա ես քեզ կհիշացնեմ դու կհիշես հենց որ սկսվեց Բագրատ Գալստանյանի քաղաքական պայքարը մենք դա վերլուծում ենք եւ ես ինչ ասեցի որ ինքը մտել է այս քաղաքական պայքարի մեջ որի պարտության պարագայում պարտվելու է եկեղեցին հիշում եք այդ իմ խոսքերը նախորդ տարի շարժման ամենապիկին շատ դժվար զրույց ունեցան, այո, շատերը հենց որ հայեցին շատերը, այո, մեկնաբանությունները։ Չէին հասկանում ես ինչ էի բացատրում։ Բորիս, ես բացատրում եմ քաղաքական գործընթացները, ոչ թե ես բացատրում եմ հայ ազգի սրտի երազանքներն ու ցանկությունները։ Մարդիկ ուզում են լսել այդ սրտի երազանքները, ցանկությունները, ֆանտազիաները։ Իրենք հստակ գործընթացներին չոր բացատրություն չեն ուզում լսել, նեղվում են։ Այո, այդ պիկի ժամանակ ես բացատրում էի, որ պարտությունը ինչի է բերելու։ Մարդիկ չէին ընկալում, այ դրանից սկսվեց։ Դա գտածո էր Նիկոլ Փաշինյանի համար։ Արդյոք Բագրատ Սրբազանին պետք է կարգալույծ աներ եկեղեցին այն ժամանակ։ Գիտեք ոնց է, ես այդ հարցին գիտես ինչ իմաստով հարց տալիս, որ կամ իրենք պետք է մտնեին process-ի մեջ ու դա հաջողվեր process-ը, կամ պիտի ընդհանրապես դուրս գային այդ process-ը, հայտարարել որ եկեղեցու հետ այս մարդը կապ չունի։ Նայ, Բորիս, առաջի իսկ օրվանից հիշում եք իմ վերլուծությունը, ես բացատրում էի, որ այդ մարդը քաղաքականապես հաջողվելու ոչ մի տարբերակ չունի։ Ինքը ոչ այդ հմտությունը ունի, ոչ այդ ռեսուրսները ունի, ոչ այդ հնարավորությունը ունի։ Ես իրան անձամբ չեմ էլ ճանաչում, ես չեմ կարող պատասխանել այդ հարցին հստակ, թե ինչի ինքը մտավ դրա տակ։ Անձնական ամբիցիաներներ, ինչ որ մեկի խորհուրդներ, անում եք։ Բայց այն, որ դա հանգեցնելու է նման գործընթացի, ինձ համար պարզ էր։ Գիտեք, միշտ է տենց լինում։ Եթե դու ներկայացնում ես մի ինստիտուտ, օրինակ հիմա պատկերացրեք, ասենք, X ինստիտուտը պայքարում է իշխանության համար։ Ցանկացած իշխանություն հետո փորձել է կազմաքանդել այդ ինստիտուտը։ Դա աքսիոմ Ոնց որ դրանից առաջ արեց բանակի հետ։ Երբ բանակը հայտարարությամբ միայն բավարարվեց, ոչ թե կոնկրետ, այսինքն դարձավ ինչ։ Բանակը հայտարարությամբ սադրեց Նիկոլ Փաշինյանին կազմաքանդել բանակը, որովհետև դա չպետք է լիներ հայտարարություն։ Արի ավելի առաջ հիշի։ 19 թվականին հենց որ ով էր այն ժամանակվա, որ հայտարարեց, որ մարտի 1-ի չենք մասնակցել կապ չունի բանակը, այսինքն հակադրվեց Նիկոլի հայտարարություններին, հա, բայց հիշեցիք, Դավթյանն էլ ով էր վերջը։
մի Էդ խոսքով հա։ այո։ Ես այդ ժամանակ մի հատ գրառում եմ արել Facebook-ում 19 թվականին, եթե մարդիկ շատ ցանկություն ունեն, կարող են ման գալ եւ գտնել։ Դեռ ասում եմ, այս մարդը կազմակերպելու է բանակը, որովհետեւ հենց որ բանակն ու քաղաքական իշխանությունը հակադրվում են, մեկը պետքա կազմակերպվի։ Բորիս, քաղաքականությունը դա հստակ գիտություն է, իր հստակ օրենքներով։ Արտակ Դավթյանն է։ Հա, Արտակ Դավթյանն է, ճիշտ է, այո։ Եվ այդ կապակցությամբ ես արեցի այդ գրառում։ Բացատրեցի, որ ու դրանից հետո սկսվեց այդ կազմակերպումը։ Այն քո ասածը դա արդեն այն վերջի этаպն էր։ Ցավոք մարդիկ քաղաքականությունը փորձում են հասկանալ եւ բացատրել իրենց ֆանտազիաներով եւ էմոցիաներով։ Ու պարզ է, որ այդ պարագայում չեն կարողանում ոչ գրագետ բացատրել, ոչ ճիշտ գուշակել ապագան եւ ասում են դե սենց եղավ։ Իսկ իրականում հստակ կարելի է ամեն ինչ ոնց որ նայեք մարդու դու ասենք ձերքը հիվանդ է, դուրս է տվել։ Պրոֆեսիոնալ բժիշկը տեսնում է, բժիշկներից զգում է, չէ՞ ինչի է։ Իսկ եթե մարդը բժշկությունից չի հասկանում, ասում է դե մեղք ես գործել, դրանից է դուրս տվել։ Այո։ Դե կարող համել մեղքա գործել։ Դե մեկը մեկին չի հակասում։ Դու կարծում ես դժվար զարգացումներ են սպասվում։ Եկեղեցու առումով, Այո։ եկեղեցու առումով ինքը մինչև չփորձի եկեղեցու վրա հաստատել իր իշխանությունը չի հանգստանալ։ Դա ակնհայտ է։ Կարող է եկեղեցին հաղթել, իհարկե կարող է, բայց նման եթե ասենք իրանք գլխավոր սխալները կատարեցին են, ինչ որ ես մատնանշեցի, հիմա դա նշանակում է, որ այդ մարդիկ շատ վատ են պատկերացնում, ինչ բան է Լավ, ես մի պայքարը։ բան եմ զարմանում, էլի, Հայաստանում ինչի չի գնահատվում քաղաքական վերլուծաբանների, տեխնոլոգների կամ մի խոսքով այդ Նա- կարծիքները, առաջարկները, չգիտեմ, գոնե մարդկանց հետ հանդիպեն, խոսեն, լսեն, չեմ ասում կատարեն այդ բան, բայց այսինքն կարծիքների բախում լինի, որ հասկանան ինչ իրավիճ։ Նախ ճանաչեն ով է Նիկոլ Փաշինյանը, ում հետ ով է իրենց թշնամին, այսպես ասած, որովհետև պատկերացրեք դու պատերազմի ես գնում որևէ պետության դեմ, չգիտես այդ պետությունը ինչ պետություն է, ինչքան բնակություն ունի, ինչ հավատք ունի, բանակը ինչքան է, ինչ զինտեխնիկա ունի, զինտեխնիկան ինչ հեռահարության զինտեխնիկա, ինչ հնարավորություններ ունի եւ ինչ պահեստային հնարավորություն։ Այս ամեն ինչը չիմանալով եղանները վեկալում ես, հռկոպալ գնում ես պատերազմ, պարզվում այնտեղ տանկեր կան, հրետանի կա, անօթաչու թռչող սարքեր կան։ Նայ Բորիս, ասեմ հստակ, ընդհանրապես հայության շրջանում դե կարող է մի քիչ մեծամիտ հնչի, բայց մի քանի հոգի են հասկանում։ Այդ մի քանի հոգին էլ ձեր ասած, քանի որ հասկանում են, որևէ մեկի, այսպես ասած, Տանիքի տակ չեն։ բանի դուդուկի տակ չեն ուզում ապրել եւ իրանց փորձում են պահել անկախ։ Իսկ անկախ մարդիկ ոչ մեկի համար ընդունելի չեն։ Հասկանում եք։ Քաղաքական ուժերը, քաղաքական միավորները, անձիկ ուզում են հանդիպել, այսպես քննարկել այն մարդկանց հետ, ովքեր Հիմնականում կվադրոբերներ։ չէ, կվադրոբերներից զատ, ասենք իրանց հասցեին օսանաներ։ Իդեպ դու նկատել ես, որ այդ տերմինը, որ մենք վերեցինք քաղաքական քննարկումների, դա հիմա բավական ակտիվ օգտագործում են։ Երեք նայեցի քպականներն են արդեն օգտագործում։ Բորիս, եթե հիշեք, վերջի 15 տարվա մեջ, նո հիմնականում Facebook-ի զարգացումից հետո ես ինչ տերմին ներմուծել եմ քաղաքական դաշտ, իրանք բավականին կենսունակ ձևով Հիմա արի գանք տարածվել են, երրորդ թեմային քննարկման։ Ես անընդհատ դու գոնե լավ գիտես, հա, փորձում եմ հնարավորինս քիչ խոսել Սերժ Սարգսյան։ Ինչու՞ ոչ թե որ ինչ որ մտավախություն ունեմ, բան ուղղակի ցանցրացնող է այդ մարդը։ Նախ որտեվ 0 քաղաքական նշանակություն ունի, եթե իր փողերը եւ այդ
խոսացող գլուխներին հանես, չնայած դրանցով հանդերձել հանրային աջակցությունը 0 է, այսինքն այդ մարդը չի կարող հանրային process-ներ գեներացնել, կարող է համը հանել միայն։ Եվ այս առումով ես աշխատում եմ այս հնարավորինս քիչ անդրադառնալ, բայց նախորդ շաբաթ թե դրանից առաջ մի խոսքով մեր այս հանդիպումից առաջ մենք հնարավորություն չենք ունեցել դա քննարկել։ Սերժ Սարգսյանը արեց մի հայտարարություն, որը ես շոկի մեջ եմ, ասում լավ, այս մարդը ում տեղն է դրել հասարակությանը։ Լրագրողների հարցինի պատասխանը impeachment-ի վերաբերյալ, թե բա ինչ եղան ԿՊ-ականների ստորագրությունները, բա հեսա միանում էին բան։ Սերժ Սարգսյանը ասում է, impeachment-ը նախաձեռնողները մենք չենք։ Նայեք նախաձեռնողների Facebook-յան էջերը։ Սա ինչ է, սա ծաղր է, չգիտեմ, սա process-ները չհասկանալ է, սա թքած ունենալ է, սա հայ ժողովրդի համար նման ծանրագույն փուլում, չգիտեմ, գումար խաղալու նման մի բան է, մարդը փորձում է, ստացվի, չստացվի, չանդամ, ով է կորցնում հայ ժողովուրդը, Հայաստանը, հա, մի անգամ այդպես կորցրեցինք արդեն, կամ բազմաթիվ անգամներ արդեն կորցրել ենք։ Ինչ հասա, լավ, իր կարգավիճակը գոնե, մարդ եղել է 3-րդ նախագահ Հայաստանի։ Կեղծիքով անտրվել, կեղծիքով չի, դա մի կողմ։ 10 տարի Հայաստանի վերաբերյալ տեղեկատվություններին ինքը պետք է տիրապետեր ամենաշատը եւ աշխարհում տեղ ունեցող գործընթացներին ինչ որ ձև մասնակից է եղել, չէ, իր չափով։ Նայ Բորիս, եկեք մի քիչ ծավալուն ձևով։ Խնդրեմ։ Առաջինը, այստեղ է նաև թաքնված այն պատասխանը, թե Նիկոլ Փաշինյանի պես պատուհասը ոնց է կարողանում անգամ հայտարարակ պարտություններից, ստիճումներից հետո մնալ իշխանության։ Որտեղ դիմացիները իրականության մեջ Իրանից շատ ավելի, այսպես ասած, քաղաքականապես գաճաճներ են։ Սերժ Սարգսյանի տակից փողը հանես, տակը բան չի մնա։ Հիշում եք, հենց որ իրանք նախաձեռնել էին impeachment-ը, ես ինչ ասեցի։ Հենց ձեր եթերում էր։ Ասեցի Հայաստան դաշինքը խելք ունենա, կտա այդ ստորագրությունները, ու ամեն ինչ կփլուզվի։ Հայաստան դաշինքը երկար ժամանակ դա չէր ընկալում, երևի ինչ որ մեկը հուշել էր։ Այո։ Հա, նորից, հա։ Տվեց ստորագրություններ եւ ինչ փլուզվեց։ Սերժ Սարգսյանի ամբողջ ստրատեգիան մի այսպես ասած ժամում հոդս ցնդեց։ Այն ինչ որ ես կանխատեսում էի։ Իրան հիմա մնում է, գիտես ինչ, ոչ թե ասել, որ մենք չենք գնացեք բան, այլ այն իր կվադրոբերներին, որոնք ողջ օրը այդ impeachment-ի մասին օսանաներ են երգում, հրապարակային հանրապետության շենքի դեմը Մելիք Ադամյանի վրա գցի քացու տակ։ Ձեզ էլ հրավիրի, որ նկարեք։ Գուցե այդ ձևով, այսպես ասած, մի քանի միավոր կշահի։ Տեղի ունեցավ այն ինչ որ սպասելի էր։ Այդ մարդու մոտ հոյակապ ստացվում է ամեն անգամ մոծակին սատկացնել սեփական ձվերի վրա։ Հասկանում ես, Բորիս։ Ու հետո ոռնալ թե արեցի չէ, հա, ծավը։ Բա ինչ ալդելու։ Այսքան ժամանակ բացատրում ենք, ասում ենք Սերժ Սարգսյան, արի փրկենք քեզ։ Քո կվադրոբերներից, օրինակ վերջերս հիշում եք, երկար ժամանակ իրենց կողմից ֆինանսավորող մի, այսպես ասած, հանրաճանաչ երիտասարդ տեղադրել էր այնպիսի լուսանկարներ Սերժ Սարգսյանի, որը իմ ու քոպես ցինիկ անձիկ ես ընդամենը վերարտադրեցի դա իմ պատի վրա։ Ես անգամ չվերարտադրեցի։ Ցույց տալու, դե դու ավելի բարի ես, հա։ Բանը ցույց տալու համար, որ նայ, քեզ ինչ է սպասում Սերժ Սարգսյան։ Որ երկար տարիներ քո կողմից, քո տարբեր ալիքների կողմից ֆինանսավորողները ինչ են անում քո դեմ։ Բա վաղը այս նույն կվադրոբերները, որ այսօր impeachment-ի օսանաներ են երգում, ինչեր են անելու։ Չէ, լավ, դա այն որ գործընթացը տապալված է, դա հասկանալի է, բայց ոնց կանգնել այս էկրանի առաջ, տեսախցիկների առաջ, ասել մենք չենք նախաձեռնել։ Դե առաջի դեպքը հոչի։
Մարդուն ասում են քո ժամանակվա ԱԱՑ-ի դոսիեները ո՞նց է դոսվում, ինչ կապ ունի։ Ինչ հարց տաս, ինքը որևէ կապ չունի։ Չէ, բայց երբ որ նայում ես իր բոլոր հարցազրույցները, վերջերս Telegram ալիքներից մեկում ակտիվ տարածում էր մի ֆիլմ, որում ինքը նկարվել է, Նիկոլ Փաշինյանի մասին է ֆիլմը, իհարկե։ Փաշինյանին հերոսացնող մի այսպես կոչված դոկումենտալ ֆիլմ, որտեղ գլխավոր դերերում նաև Սերժ Սարգսյանն է։ Չգիտեմ, գիտեր թե չէ։ Այդ են Ռաֆու տղայի Այո, անած այո, ֆիլմը, բանի, հա։ Եվ Սերժ Թանկյանի։ Սերժ Սարգսյանը գլխավոր դերերում է։ Հա, գիտեմ այդ ֆիլմը։ Այնտեղ այսպես է գլխավոր դերակատարները Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Վալերի Օսիպյան, Աննա Հակոբյան եւ Չալոշունը։ Այդտեղ ասում են, որ շախմատ է ինքը շատ սիրում եւ շախմատը դա ամենաարդար խաղն է, շախմատը նաեւ մտքի խաղ է, որտեղ 3-4 քայլ առաջ պիտի հաշվես։ Կարող է մարդը իրական շախմատ խաղալ, չգիտի։ Որտեղ էս իր խաղացած շախմատը շաշկի էլ չի ձգում։ Դե գիտեք ոնց է, նայ, ընդհանրապես Բորիս, ես մի քանի անգամ սրա մասին խոսացել եմ։ Օրինակ, երբ որ երկար ժամանակ մենք իրան մեղադրում ենք, որ դու սկուտերի վրա հանձնել ես իշխանությունը, ինքն ու իր կողմնակիցները ասում են, չէ, Նիկոլ Փաշինյանը իր անգամ թիվը ասում են հեղափոխությամբ վերցրել է, ճիշտ է։ Այո։ Ես վերջերս ստիպված եղա մի հատ փոքրիկ հուշում գցել, որ իրանք պետքա, եթե խելք ունենար Սերժ Սարգսյանը ու դներ նժարի վրա, ինքը կհասկանար, որ իշխանությունը սկուտերի վրա տալը իր որպես քաղաքական գործիչ իրան այդպես չի նվաստացնում, քան թե այն, Որ խլել են։ որ 12 հոգի Ու մի ու շուն։ մի կաղշուն կաղեր այդ շունը, այսինքն լիարժեք չէր, պալնացենի շուն չէր, կաղ այդ շունը կաղացել են Գյումրուց ոտքով գալ, քեզ աթորից տշել գցել մի մարդու, որը 30 տարի Հայաստանում բոլոր հնարավոր պաշտոնները, այդ թվում հիմնական ուժային պաշտոնները զբաղացրել է, Հայաստանի հավանաբար ըստ մամուլի տարբեր հրապարակումների հարուստ մարդկանցից մեկն է, Ես լսել եմ, որ հարուստ չի, ուղղակի թոշակն է բարձր։ դե կարող է, ուրեմն կարողացել են քեզ գցել, նայեք, ընդհանրապես կա այսպեսի մի հատ թեորիա, որ հեղափոխություններ լինում են այնպիսի երկրներում, որտեղ իշխող անձը կատարյալ այսպես ասած ոչնչություն ալի։ Օրինակ ռուսական պատմության մեջ ցանկացած լուրջ պատմաբան Նիկոլայ II-ին որպես քաղաքական գործիչ գնահատում է որպես ոչնչություն, որ դու այն կարգի ոչնչություն ես, որ իրավիճակը հասցրեցիր պայթյունի հեղափոխության։ Նույն ձևով ասենք գնահատել են Լյուդովիկին Ֆրանսիայի մեծ հեղափոխության ժամանակ, ուկրաինական որ դու Յանուկովիչը։ ու քո ասենք այդ բանկինդ գերմանուհի Մարիա Անտուանետան իր ագահությամբ եւ մնացած առումներով իրավիճակը հասցրել է, այսինքն կատարյալ ոչնչություն եք դուք եղել։ Հիմա Սերժ Սարգսյանը, եթե այսպես ասած չի ընդունում մեր առաջադրած փրկողակը, որ դու հանձնել ես, ուրեմն դա ինքնախոստովանական ցուցմունք է, որ ինքը քաղաքական ոչնչություն է եղել։ Բայց այդ մարդը ինչ պետք է անի հիմա։ Պետք է աչքերը կլորացրած, հասկանում ես, ոնց է, ինքը դա կարա ում հավատացնել։ Իրա կվադրոբերներին, ճիշտ է։ Հավատացեք, որ անգամ իր 100 տարվա կուսակիցների կեսը դրան չի հավատում, ծաղրում են իրանք։ Բայց այնտեղ կա, չէ, ինչ որ կվադրոբերների խումբ։ Այ դրանց կարող է հավատացնի ու դե ճիշտ կանի մի հատ Չալոշուն պահի ինքն էլ,
Չարոշանը բացատրեն, հիշում եք, բանը այն մի հատ ֆիլմ կա, Իվան Վասիլևիչ Մինյայետ պրոֆեսոր, վերջում այդ բժիշկում տունը թալանել են, Շաննա բացատրում իր վարկածը։ Թե ոչ մեկը չի անում, Շաննա բացատրում։ Հիմա այդ նույն ձևով կարա այդ Շանը այդ նստի բացատրի, հավատացնի, որ ինքը մեծ ընգրոսմայստեր էր։ Օրինակ, նայեք, հիմա ստիպված հղում է տալիս, օրինակ վերջերս դատարանի դեմը հղում էր տալիս մի հատ չորկայով ինչ որ բանի, հիմա Շանը հղում, ասի չալոնել է։ Այս չալոնը Թողկա պատմի, ոնց իշխանությունը կորցրել հեղափոխությունել է։ Հա, հեղափոխ, չալոն գիտի։ Լավ, վերջին հարցը, ընդդիմությունը հնարավորություն ունի ընդհանրապես լուրջ բան անելու, եթե այն նման վարկագծով, նման կերպ իշխանություն հանձնած եւ այս պահին էլ նման վարկագիծ ունեցող մարդը հավասար սեղանի շուրջ հավասար նստում է եւ դե մի բան էլ ավել, առանց իրեն որևէ բան չեն քննարկում, պարտադիր պիտի ինքը կարծիք հայտնի, չգիտեմ, որոշումներին մասնակցի։ Դե դրա համար էլ այս վիճակում է 7 տարի, էլի։ 7 տարի ինչի է այս վիճակում, որ Նիկոլ Փաշինյանի պես պատուհասը կարողանում է վերարտադրել։ Դուք ճիշտ ասեցիք, եթե իրան կանչում են, իրա կարծիքն են հարցում, իրա հետ քննարկում են, իրան բանի տեղ են դնում, իջնում են այդ իրան մակարդակին, Նիկոլն էլ սաղին բամփում գցում է միա։ Ասում ախպեր, եթե ինձ կրված մարդը ձեզ այդ հավասար գործընկերա, ձեր հավասար ասիչներից մեկն է, ուրեմն եկեք։ ասիչն է, մի մասից պապան է, մի մասից չգիտեմ քավորն է։ Դե հիմա տեսեք բոլորիդ ոնց է։ Իշխանություն պահելը ոնց է լինում։ Այ Բորիս, նաև ինչի ենք այս վիճակում, դրա արդյունքն է։ Շնորհակալ եմ Արգիշտի հետաքրքիր զրույցի համար։ Ես շեշտեմ զրուցում եի վերլուծաբան Արգիշտի Կիվիրանից, տեսություն կհանդիպենք։